իրոք փառավորվի մեր Հիսուսի անունը հավիտյան եւ մենք քույրեր եղբայրներ պետք է սկզբից հասկանանք թե մենք ով ենք իրոք շատ ենք խոսացել սրա մասին եւ որ հասկանանք թե ով ենք կիմանանք թե ում դիմենք մարդը երբ որ հասկանում է որ ինչի կարիք գա տվյալ մասնագետի է դիմում իրոք հետաքրքիր է որ մարդը ինչից բխած է իր վրա այդքան մեծ կարծիք կազմում թե ինքը ով է որ Աստված մարդուն հայտարարեց որ ինքը ոչինչ է պարզապես ոչինչ մարդը հող է մոխիր եւ փոշի եւ հենց սկիզբն էր մարդու երբ որ փոշուց ստեղծվեցավ մարդը հողից ստեղծվեցավ ինչ որ կավից խառնուրդից բայց չգիտեմ ինչու մարդը փորձում է Եվ ես ինքս բացառություն չեմ եղել անապաշխար ժամանակ կարծիք ենք կազմում մենք մեր վրա եւ հետաքրքիր է ինչու ոնց կարելի է մարդը որ հող է իր վրա մեծ կարծիք կազմի եւ վերջ ուզում եմ կարդալ շատ ծանոթ համար այնքան էլ կարդաս այնքան է քարոզես մինչեւ աշխարհի վերջը կարծում եմ էլի կարելի է դա Սաղմոսն է Ուրեմն Սաղմոս 8-րդ գլուխ 4-րդ համարից Սաղմոս 8:4 Ինչ է մարդը որ հիշում ես նրան եւ մարդի որդին որ դու խնամք ես տանում նրա համար Ինչ է մարդը որ դու հիշում ես նրան եւ մարդի որդին որ դու խնամք ես տանում նրան Ով է մարդը որ Աստված հիշում է մարդուն։ Այս անձնավորությունը կյանք տեսած անձնավորություն էր։ Փոշի դարձած մարդ էր եւ հանկարծ հասկանում ասում ինչու ես դու ուշադրություն դարձնում այս տեսակ մարդուն, որ մարդուն Աստված կատարյալ եւ ուղիղ ստեղծեց, բայց գրված է մարդը հնարքներ փնտրեց։ Աստված մարդուն լավ ստեղծեց, բարի ստեղծեց Դեֆեկտով չընդունեց, որովհետև չստեղծեց, որովհետև գրված է, ինչ որ արեց բարի էր եւ լավն էր։ Աստվածաշունչը չի կարա սուտ ինֆորմացիա հաղորդի մեզ, բայց մարդը ճանապարհներ, միջոցներ փնտրեց Աստծուց հեռանալու։ Քույրեր եղբայրներ, ես ուզում եմ այսօր Տիրոջ մահը պատմեմ։ Քանի անգամ ես բաժակը խմեք, քանի անգամ որ ես հաց ուտեք, Տիրոջը մահը պատմեցեք, մինչև որ նա կգա։ Որ Տիրոջը մատնեցին, որ խաչվի եւ ասեմ, որ Հրեաստանում կար այսպիսի սովորություն, եղբայրները շատ են ասել, բայց մի քիչ ուզում եմ ավելի խոնամ, որ խաչի վրա ամեն մարդ չէր կարա խաչվի։ Խաչի վրա հատուկ մարդիկ կարող են խաչվել, երբ որ ուսումնասիրես, ասենք, հանրագիտարանները հրեական կտեսնես Հատուկ մարդիկ կային, հատուկ ծնունդներ, որ նրանց պիտի խաչեն այդ տեսակ մարդկանց, որտեվ մի քանի մահապատիժներ կար այնտեղ։ Խոսքի օրինակ քարկոծելն էր այնտեղ, չէ՞։ Իրանց օրենքով հրեաների քարկոծելը դա օրենք էր։ Հիմա համեմատում ենք խաչը եւ քարկոծելը առաջի ասկից դժվար է, բայց մի քար, երկրորդ, երրորդ քարը կարող է մարդու գլխին կպչի ու շա գնաց լի ուզմա մի տոննա քար լսե, էլ նա ոչինչ չի զգում։ Իսկ խաչը, բարեկամներ, սարսափելի մահ է դա։ Եվ վիճակվեց ինչու Հիսուսի նույն խաչի վրա խաչեցին։ Ես ուզում եմ ավելի խորացնել ձեզ դրա մեջ։ Հազվագյուտ տեսակի սրբապիղծ մարդիկ էին, որ պետք է խաչվեին ընդեղ։ Խաչը դրանց համար էր, բարեկամներ, գողության համար չէին խաչում, ինչ-որ բաների համար չէին խաչում։ Հազվագյուտ էլի եմ ասում, ծնունդների, հազվագյուտ հանցագործներ էին, որ նրանք պետք է խաչվեն, եւ Տիրոջ մասին գրված է, որ նա անօրենների հետ համարվեցավ։ Իբրև անօրեն, բարեկամներ, իբրև ձև տեսակ Պատկերացնում եք ինչպիսի նսեմացում Հիսուսին խաչեցին, որ ասեցի դա այդ ավազակների կարգի մարդ է եւ երբեք միգուցե մտքովներում ես չի էլ անցել։ Եվ հանկարծ խաչի վրա այդ ցավերի մեջ տանջանք էին կրում։
Եվ հանկարծ այն մեկը նորից սկսեց իր սրբապղծությունը հայհոյել Տիրոջը։ Դե ես ինչ բան ես, դե որ դու Աստծո որդի ես, բայց այն մեկը, որ աջ կողմներ, ասավ լսի ասավ, տակավիմ դու քո պղծություններով ես զբաղվում, հայհոյում ես, մենք մեր մեղքերի արժան պատիժն ենք կրում։ Այսինքն խաչ այնպիսի մի սարսափելի մահ է, որ այդ խաչի վրի ավազակը հասկացավ, որ սա հենց արժան ենք մենք սենց տանելու, որտեղ մենք անիրավ ենք, մենք արել ենք այս գործը։ Եվ ասես Տեր, հիշի երբ որ գաս, հիշի ինձ երբ որ կգաս քո արքայության մեջ։ Հիսուսը բարեկամներ ուշքը արդարների հետ չէր։ Ուշքը բարի մարդկանց չէր գցել, նա ուշքը ամենա պիղծ մարդուն էր գցել։ Ավազակ մարդու էր գցել, որ նրանք խաչի վրիցը փրկի։ Սա լավ մարդ է, կարելի է սրան լավություն անել, բարի մարդ է, արդար մարդ է, բարեկամասեր, հայրենասեր։ Վատ մարդկանց ով պետք է բարություն անի, ժանտաբարոնեին ով պետք է բարություն անի։ Մեղավոր սրբապիչ, կռապաշտ, մարդասպան մարդուն ով պետք է բարություն անի։ Մենք հիմա օրինակ ենք վերցնեմ Հիսուսից, Հիսուսը բարի ու արդար մարդու հետևից չգնաց, նա եկավ մեղավորների հետևից, փառք Հիսուս Քրիստոսին։ Եվ ավազակը բարեկամներ փրկվեց, փառք Հիսուսին։ Եվ մեր կյանքին է այսօր նայենք, երբ որ մեկին հանդիմանում ենք, երբ որ մեկին ինչ-որ բան ենք ասեմ, բայց չես նայեմ, բա դու ով ես։ Բա ես ով եմ, լավ, չէ որ մենք ասեցինք նույն մատերիալից ենք մենք։ Պողոս առաքյալ ասպա, դուք էլ, մենք էլ ենք այդպիսին, ինչ որ նկարագրեմ այդ պղծությունները, բայց սրբեցանք, բայց մաքրվեցանք, փառք Հիսուսին, եւ ինչու՞ չես հավատեմ, որ այդ անձնավորությունն է կարա մաքրվի, այդ անձնավորությունը, այդ գող այդ ավազակը։ Չէ որ մենք նրա պես ենք եղի առաքյալ ասում է, բա ով պետք է նրանց ետևից գնա։ Այս մարդը լավն է ինձ արավ, բա ես է պիտի անեմ, իհարկե պիտի անեմ, որտեվ այս մարդը արժան է, որ անեմ այս մարդուն, բա վատերին ով պիտի անի, հետաքրքիր է։ Ինչի համար ենք ապրեմ բարեկամներ։ Ինչն է պատճառը այսօր մեր գնացած ճանապարհը։ Ուր է տանեմ։ Հետ ենք նայում, ովքեր են եղել եւ ուր են գնում սիրելի բարեկամներ։ Եվ մարդը այսպիսին է, եւ Դավիթն է, եթե չեմ սխալեմ, նույն Սաղմոսի ասում է, որ լավ է, գազազած ձակերը կորցրած արջի ձեռը ընկնեմ, անտառի մեջ, հույս կա նրանից փրկելու, ողորմություն կա, քանզ մի հիմարին իր հիմարության ժամանակ բարեկամներ։ Մարդը սա է, եթե մարդը չգիտակցի, թե ինքը ով է, ինքը ինչ դարժանություն ունի, ինքը չի դիմի Հիսուսին։ Եվ այդպես հպարտ, այդպես առողջ, այդպես հարուստ դժոխք են գնում մարդիկ։ Բայց որ մարդուն վերջապես գալիս այն հայտնությունը, որ այ մարդ ես ունեմ Քրիստոսի կարիքը։ Առանց Քրիստոսի ես ոչինչ չեմ կարող, որտեվ ես եմ, ես կորուստ եմ գնում վերջապես։ Այդ անձնավորությունը կանչում է Հիսուսին։ Լինես հին հոգևոր, թելադեր դու հոգևոր չես ու անհավատ ես դեռ։ Այսօր դու ունես Քրիստոսի կարիքը։ Հիշի, որ դու մարդ ես, եղբայրը խոսեց, առանց ինձ ոչինչ չեք կարող անել։ Մենք մեզ չենք կարող սրբենք, մենք մեզ չենք կարող արդարացնենք, որքան է ծոմ պահես, որքան է գիրքը մաշես դու, մեկա դա քեզ չի կայնացնելու Աստծո առաջ, ողորմություն գտնես, դա չի ասма, ես ոչ թե ձեր համար, այլ իմ անունի համար եմ ձեզ ողորմում, իմ անունի համար գսե Աստված։ Տեր իր անունի համար է մեզ, որ ոչ թե մի լավ բան, ինչ լավ բան ունենք առած բարեկամներ, ինչ կարող ենք անենք, դա ինչ որ էլ անում ենք, վերջը նորից ասում ենք, դե անպիտան ծառա ենք էլի, որովհետև պետք չի համարձակվել մեր գործը դնել Քրիստոսի գործի հետ եւ ոմանք լեգալ հայտարարություն անել, թե Քրիստոսի չարչարանքներն եմ կրում։ Չի կարելի, դա սխալ է բարեկա, այն որ կրեց Հիսուսը, կյանքը մենք չենք կրելու։ Նա կրեց, որ մենք չկրենք, փառք Հիսուս Քրիստոսին։ Ինչից ենք մենք այսօր ազատվել։ Մարդը շատ դաժան է բարեկամներ, իրոք դաժան է մարդը, բայց չի հասկանում, որ այդ դաժանությունը իրան կորուստ է տանում, ինքը ունի Քրիստոսի կարիքը։ Իր վրա ինքնավստահ է, հպարտ է, գոռոզ է, ինչի համար։
որ կարողություն ունի իր ընտանիքը պահելու, որ հարգանք է վայելում կամ հեղինակություն, դա Աստծո առաջ չի կայունացնելու, բարեկամներ։ Հիշում ենք այդ աղքատին, որ փշրանքներով էր յոլա գնում, հեղինակություն չուներ, ոչ մեկը չուներ, բարեկամներ, բայց ինքը գնաց Աբրահամի գոգը, Փառք Հիսուսին, բայց այն հեղինակավորը գնաց կրակը, խնդրեց գոնե մի կաթիլ ջուր, ասավ ուշ է այլևս, այսօր ես ու դու մտածելու բաներ ունենք, սիրելի բարեկամներ, ունենք, մարդը այդպիսին է, անգամ կենթանական աշխարհը, որ Աստված ստեղծել է, նրանց մեջ կա այդ հատկությունը բնազդի, անգամ գիշատիժում է մի հատ դեպք է կատարվել, Սուդանը, հեսա դուք երևի թե կտեսնեք, եթե հաջողվի, ուրեմն մի հատ հետաքրքիր դեպք է կատարվի 1993 թվականին այդ նկարը ցնցել է ողջ աշխարհը։ Սա մի հատ լուսանկարիչ է եղել եւ այս լուսանկարիչը փորձել է մի հատ նկար նկարի ու պատահական հայտնվել է այդտեղ։ Սուդանը ինքը տենց ունիկալ նկարներ է նկարելուց։ Եվ այս անձնավորությունը, երբ որ այդ կադրը բռնում է իր կարիերայի, բնականաբար իր կարիերայի համար, մի քիչ լավ չի երևում չնայած, այն հետևը ծղոտի տներ են, այստեղ մահացած, մահանող երեխա է, սովամահ, երևի թե իր ծնողները էլ հնար չունենալով մի քիչ տներից հեռու են արել, որ այդ մահը չտեսնեն ու չճաշակեն, այդ սևամորթ երեխան եւ հազիվ թե արդեն գլուխը կախել ասա շունչը կփչի եւ եթե մի հատ ուժեղ քամիլի արդեն գետնին կտապալվի եւ մի քիչ հեռու տեսնում ենք մի հատ գիշատիչ թռչուն այդ գիշատիչ թռչունը կայնած նայում է այդ երեխային մահացող ու պատկերացեք ինչն է ցնցի աշխարհը այդ լուսանկարիչը մինչև վերջ հետևելա չի գնացել քանի որ կենթանի է որպեսզի իր մաժմինը հողշոտի քանի դեռ այդ երեխայի մեջ կյանկանա չի գնացել որ այդ երեխային ինչ որ մի բան անի այդ բնազդը նրան ստիպելա որ համբերի կմահանա նոր կգնա որտեվ արդեն մահացել է այլ կյանքի վտանգ չկա դե եւ այս լուսանկարիչը Երբ որ արելա շատ մեծ փողեր ավաստակ է, հետո ինքը եկել է իր մտքի մեջ, ասում է, «Էս ինչ եմ արել ես»։ Բայց ես կարայի այդ երեխային փրկեմ, ես ինչ արեցի, ես լավ լուսանկարեցի, ինչի սպասեցի մինչև մահանա եւ այդ գիշատիչը գա։ Գիշատիչի մեջ ավելի բարություն կա, քան մարդու մեջ։ Եվ այս ազնվության պատմությունը, երբ որ կարդում ենք, ինքը իրան չի սկսում ների եւ դաժան օրեր ու երազներ ա տեսնում շատ դաժան ինքը իրան չի ներում ու սենց հրատարակում որ ես ինչ պիղծ մարդ եմ ու այդ մարդ ինքնասպան ալնում գիտես այս դեպքից հետո ինքնասպան ալում եւ ավելի ա ցնցվում աշխարհը բարեկամներ այսօր ովքեր ենք մենք ով է մարդը ինչի վրա է սպարտանում որ ամուսնուդ այդպես սիրելի կին այդպես ճճվում ես ամուսնուդ վրա կամ ով մար դուք ընտանիքի վրա կամ ուրիշների վրա բայց մտածել ես դու ով ես տարիներ առաջ գրավել էին մեր ինչ որ զինվորական գունդ կար կհիշեք ինչ որ մի հատ խումբ էր չէ գրավել էին սպանություններ բան եւ մարդիկ սոված են այնտեղ կային պատանդներ անգամ այնտեղ իրանց էր հաց հարկա որ երկը որոշեցին որ ով հաց կտանի ամեն մեկ չէր գնա զինված ուժերի դեմ հաց տաներ ին պետք է սա եւ վերջը գտնվեց ինչ որ մեկը չէ որ հաց էր տանում բերում այդ հացը տերորիստները ուտում էին կշտանում էին իրանց հաց էր բերում եւ ինչ եղավ այդ հաց բերողին սպանեցին պատկերացնում եք ով է մարդը բարեկամներ ամենասանձարձակ պղծությունն է մարդարում, բայց Աստծո ուշք ու միտքը նրա վրա է, որ նրան փրկի։ Նման ավազակ որսա, որտև ինքը գիտի ուր է գնալու, դա սարսափելի վայր է, բարեկամներ, դու չես պատկերացնում, այսօր տեղը տաք է, առողջությունը տեղն է, շնչում ես, հաց ունես ուտելու, չես մտածում հետագայի ապագայի մասին, թե քու կայմ հետ ինչ կկատարվի։ Ով է մարդը, որ հիշում ես, թե այսքան դաժան Եվ աղաղակեց հայր, ների նրան չեն հասկանում ինչ են անում, սա ընդհանրապես 2000 տարի է ցնցում աշխարհը, ավելի,
Այդ ձև մարդուն, որ տանջամային անեն, որ մեղավոր չէր, համարվեց ամենավերջին մարդու հետ, ատկամ անարգվեց, թրկվեց, ասավ հայր չէ, դու ների նրանց։ Ում ենք հետևում մենք բարեկամներ, Հիսուսին ենք հետևում, թե աշխարհին։ Ում ենք հետևում, որ ես ու դու ինչու ենք ապաշխարում, ինչ ենք քարոզում, ինչա մեր կերածը, ինչա մեր խմածը, հոգիներ ենք որսում, թե հոգիներ ենք կորցնում, ինչու ենք մենք վերջապես այստեղ, երեք լուրջանանք, ով է այսօր խոսող, ով է թեման տվողը, ես, ով եմ ես որ այս թեման համարձակվեմ խոսամ, կամ եղբայրները, նատ բերեք մտածենք, արժե իրապես ապաշխարել, արժե հոգիներ շահել, արժե զոհաբերվել մեր կյանքը։ Այն անգամ էր խոսում ենք ինչ է զոհը։ Զոհն է, որ դու քո կյանքդ պետք է զոհաբերես։ Զոհն է, որ շատ այո դժվարությունով հանգանակություն պետք է անես, դա քեզ պետք է բայց պետք է զոհաբերես։ Իսկ եթե դու ունես $1,000,000, 1000 դրամը դու դա քումա ինչ է։ Հենց այդ ցավալով պիտի տաս, դա է զոհը, եթե ուզում եք իսկական է իմանալ բարեկամներ։ Որ այն հացդ, որ ուզում ես քիչ է պետք է զոհաբերես, բայց զոհը է դա վայ ձեզ, որ ձեր ավելցուկից եք տալի, կներեք, ես Հիսուսի խոսքն եմ թագավորացնում, բայց այն որբև այրին ասում է իր ամբողջ ու երկու լում այր, ցավ չեր քաշում էլի, դա որբև այրը կիներ ասենք պարավ կամ ծեր, ուտելու բան չուներ, բայց ասավ արժան է, ես պետքա ցավելով տամ, ես տալիս եմ նրան, փառավորվի Հիսուսը, որը ամենակարող է բարեկամներ, որ նրան դեմ ոչինչ չկա, որ դեմ կենա, նա կարա անի և վերջ փառավորվի Հիսուսը, այսօր ես ու դու մտածելու բան ունենք, ով եմ ես, որ ինձ կհիշես Տեր Աստված, ով եմ ես Հիսուս ջան, որ դու կյանքդ չխնայեցիր, ես ավելի լավ եմ ապրեմ, քան իմաստուն Սողոմոնը, որ նրա պես ոչ մեկը չկար, հենց դու, որ քեզ աղքատ ես համարում, դու ավելի շատ շքեղ ես ապրում, քան իմաստուն Սողոմոնը, իմաստուն Սողոմոնը երբեք չէր տաքանում, նա վառարան չուներ, Եվ շատ հետ ընդամենը մի հատ կնոպ կա հուփ եք տալի ու տաքանում եք։ Եվ իր իմաստությունը թույլ չտվեց, որ մի հատ բաքսի հնարի եւ տաքանա Սողոմոնը։ Մրի մեջ, սրտի մեջ, ասենք։ Եվ նա շքեղությունը դու չես ապրել երբեք, բարեկամներ։ Իսկ դու քեզ ասում ես, Տեր Աստված, էսել դու են ու դու Սողոմոնիցը լավն ես։ Սողոմոնիցը լավ ես ապրում, ինչ ա եղել որ։ Մենք չտեսանք, որ ինչ-որ մեկ այս երեխայի պես է ծև մեր երկրում համենայն դեպս մահանա։ Աստված ողորմած է, մեր հայրերի աղոթքը լսել է Աստված, փառք Տիրոջը, լսել է այսօր արձագանքը ապաշխարիր լուրջ, անձդ զոհաբերիր Հիսուս Քրիստոսի համար, եւ ես ինքս էլ բացառություն չեմ, բնականաբար իրար հետ պետք է անենք բարեկամներ, ես էլ եմ նույն մարդը, նույն էակը, ինչու՞ չէ հազվագյուտ է ծնունդը, որ մենք մեզ գնահատական տանք զրոյի, խոնարվենք, Աստված կբարձրացնի, փառք Հիսուսին, ով որ խոնարվի ես նրան կբարձրացնեմ, ով որ բարձրանա ես նրան կխոնարհացնեմ։ Հիմա հարցը հետևյալը է, ինչ պետք է անենք այսօրվա պաշտամունքից հետո։ Մոռանանք, սառցի վրա գրենք այս ամենը բարեկամներ, թե առաջ գնանք։ Նշանները ապացուցում են, որ Հիսուսը վերադառնում է։ Նշանները ասում են, որ Հիսուսը գալիս է, ազատ քարոզում ենք, որ կատարվել է խոշոր ևս երկու մարգարեություն, որ վերջի ժամանակներում շատերի սերը պիտի պաղի եւ աստվածաշնչյան կերպարանք ունեն եւ նրա զորությունը ուրացած են։ Երկու խոշոր բան կարող ես քարոզել, բայց զորություն չունենաս։ Կարող ես հոգևոր ունես, բայց նա զորությունը չկա։ Ամեն ինչ կա, կերպարը կա, նստարանները կան, տաքությունը բավարար է։ Ամեն ինչ բավարար է, բայց պակսում է մի կարևոր բան, որ Հիսուսը ասավ. զորություն։ Եվ դրա համար արդեն բավականին ժամանակ ես ասում եմ, Տեր, ես քեզ եմ խնդրում, եւ քո զորությունը, փառք Հիսուսին, ես Տիրոջն եմ խնդրում եւ նրա զորությունը բարեկամներ, մնացածը հետևանք է, Աստված կարող է տա։ Առաջ խնդրեցեք երկնքի արքայությունը ու նրա արդարությունը, մնացածը կտրվի։ Հիմա սիրելի հոգի հետևություն արա։ Այս տեսակ մարդը եւ այն տեսակ Աստված, տեսեք ինչ հակակշիռներ են, դիմի Հիսուսին։ Հիսուս ջան ասա, ես ես բարդ եմ, մեղավոր ու խեղճ։ Եթե Տեր Աստված չողորմար, մենք Սոդոմի պես կլինենք եւ Գոմորին կնմանվենք։ Եթե այսօր այստեղ ենք, սա Տիրոջը ողորմությունն է, փառք ասու, Տիրոջը ողորմությունն է եւ ոչ թե մեր բարի գործերը։
կամ արդարով ենք մենք, որ ինչ-որ բանով զարմացնենք Տիրոջը։ Բարեկամներ, այսօր իմ ու քո օրն է։ Խնդրում ենք ձեզ, վաղը մեր օրը չի հիշեք, չգիտենք ինչ կկատարվի մեզ հետ։ Մենք չգիտենք ինչ կլինի մեզ հետ, բայց հաստատ գիտենք, եթե այսօր ընդունենք Քրիստոսին, մեր ապագան կլինի փայլուն։ Մենք կփայլենք աստղերի պես։ Մենք երկինք կգնանք եւ Տեր Հիսուսը կգա մեր ետևից։ Բերեք ոտքի կայնենք